Նոր տարին պիտի դիմավորեինք մեր երազանքի տնագուն, բայց կյանքն այլ ծրագրերում։ Ամբողջ նոյեմբեր աշխատեցինք, որ ամեն ինչ հասցնենք։ Դեկտեմբերի 28-ին գնացինք կապս տնակը վերջնական պատրաստելու համար։ Ձմեռ, գործ, վազվզոտ CIA հետ ես քրտնած շարունակեցի աշխատել։ Գիշերը կյանքումս առաջին անգամ զգացի ինչ է երիկամների ցավը։ Բժշկի հազվադեպ եմ գնում, բայց այս անգամ ինձ համոզել պետք չէր։ Դեկտեմբերի 29-ին պոլիկլինիկա, բժիշկներ, ստուգումներ։ Եկա տուն ու պարզվեց, որ սա վերջը չէ։ Հայկի վրա կարմիր պուդինգներ էին հայտնվում։ Դեկտեմբերի 30-ին արդեն բոլորով գնացինք բժշկի։ Ինձ անտիբիոտիկներ նշանակեցին ու տնային բուժում, իսկ Հայկը պարզվեց կոքսակի վիրուսով է վարակ։ Եկանք տուն ու հասկացանք, մեր տնագը նոր տարին կդիմավորի առանց մեզ։ Մենք կմնանք քաղաքում։ Դիմավորեցինք ամանորը մի քիչ տխուր, մի քիչ հիասթափված, բայց փորձեցինք դրականը պահել։ Հունվարի 2-ին պարզվեց նավարտն էլ է վարակ։ Չնայած որ մեծահասակների միայն 1% մոտ կարող է լինել այս վարակը։ Դե ինչ, այս նոր տարին հաստատ մեր պլաններով չէր։ Նած կոդրենք են ընդունված մոդեցում նոր տարին ինչպես սկսես, այնպես էլ կանցկացնես։ Իսկ դուք հավատում եք այս երևույթին։ Դե ամեն ինչ մեզնից է կախված, ոչ թե դիմավորելուց։ Կիսվեք կոմենտներում։